Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ պարոն Սուրեն Սուրենյանցի հետ։ Ողջունում եմ պարոն Սուրենյանց։ Եվ շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ ձեզ ողջունել Անտապանում։ Ես եմ շնորհակալ։ Դե բոլորս հետևում ենք թրիփի հետ կապված բոլոր նորություններին, վերջին նորությունը այն էր, որ Միացյալ Նահանգներում էր գտնվում մեր արտգործնախարար Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի հետ նրանք հրապարակեցին համատեղ հայտարարություն թրիփի հետ կապված։ Միանգամից հարցս ուղիղ այսպես տամ առանց նախաբանների։ Ինչ նոր բան իմացանք այդ թրիփի նախագծի մասին, որը հաստատում է թրիփի շահավետությունը Հայաստանի համար եւ նաեւ ինչու ոչ Միացյալ Նահանգների համար։ Ինչ նոր բան իմացանք։ Այն բոլոր մտահոգությունները, որ չփարատված ես ունեի կոնկրետ տեքստի ուսումնասիրությունից հետո այդ մտահոգությունները խորացել են ինձ մոտ։ Սա չի նշանակում սուր վերցնել եւ թրիփի դեմ ճոճել իհարկե, ինչ որ հիմա կասեմ, բայց ըստ էության մենք անոնսավորումը այն ինչ որ Վաշինգտոնում տեսանք, դրա անոնսավորումը լսել էինք արդեն Հական Ֆիդանից մի քանի օր առաջ, երբ որ նա հարցազրույց էր տվել հունվարի 8-ին կարծեմ, եւ շատ հանգամանալից խոսել էր մեր ռեգիոնի նոր ճարտարապետության մասին, դոմինանտ էր համարել Միացյալ Նահանգների դերը, նշել էր, որ Թուրքիան ըստ էության Միացյալ Նահանգների շահերի օպերատորն է տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները նկարագրել էր օբյեկտ-սուբյեկտ հարաբերությունների տրամաբանությամբ, այսինքն Միացյալ Նահանգների համար Ադրբեջանին համարել էր արժեքավոր գործընկեր, իսկ Հայաստանի մասով ասվել էր, որ խրախուսում են Միացյալ Նահանգները խրախուսում են Հայաստանին, որպեսզի գնա խաղաղության, դա դիվանագիտական բառուբանից, եթե դա անամաչելի հայերենի բերենք, այդ նշանակումը հակում են Հայաստանին, ինչ որ նշաձողեր իջեցնել խաղաղության հաստատման ճանապարհին։ Բայց որ դա ձեր մեկնաբանությունն է, այդպիսի ձևակերպումներ չեն եղել այսօր քան հիշում եմ, կամ ես սխալվում եմ։ Նման ձևակերպումներ Ինչն է տալիս ձեզ հիմք հարաբերություններ մեզ չեն լինում, բայց այլ ձևակերպումներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան ուղիղ դիվանագիտական խոսքը։ Օրինակ Եգիպտոսում հայտնի գագաթաղի ժողովի ժամանակ Տրամպը ինքը ասաց, որ այս գործարքը կնքել է Ալիևի համար, ցույց տալով դալիճում նստած Ալիևին, եւ նրա միջոցով փորձում էր Ալիևի հայրենակցին գտնել, որ ինչեր էլ հիշում։ Խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին է։ Մենք հիշում ենք նաեւ Թրամփի հայտնի հայտարարությունը օգոստոսի 8-ին, որ բացառիկ իրավունքներով այդ ճանապարհը տրվում է Միացյալ Նահանգներին վարձակալությամբ։ Նա 99 տարով էր ասում, 49 տարով անոնսավորվեց, գումարած 50 տարի երկարաձգվելու հեռանկարով։ Եվ վերջապես մենք գիտենք Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին եւ նաեւ գիտենք Ադրբեջանի ԱԳՆ-ին երեք ինչպես է արձագանքել տեղի ունեցածին։ Նրանք դարձյալ շեշտել են, որ ուրախ են, որ Հայաստանը կատարեց իր պարտավորությունները։ Իսկ այս բոլորը երբ որ համադրում ենք եւ պաշտոնական Երևանի հակասական հայտարարությունների համատեքստում տեղավորում ենք, ստացվում է այն ինչ որ ես ասում եմ։ Փաստաթուղթը երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ այդ փաստաթղթում չնայած 13 անգամ ինքնիշխանություն բառը Հայաստանի ֆիքսված է, բայց կներեք այնպիսի տպավորություն է, որ այդ Նիկոլ Փաշինյանի լոբիզմը սահմանափակվել է հենց դրանով։ Ինքնիշխանության բառի անդադ շեշտադրումով կողացածկույց ստեղծել հնարավոր ռիսկերը երկրորդ պլան մղելու նպատակով։ Այդ հնարավոր ռիսկերի մասին եմ ասում։ Տեսեք, նախ այդ ազդեցությունը կոնսորցիումում արտաքին գերակայությամբ կոնցեսիոն մոդելի մոդելը դա հավասար գործընկերության փոխարեն կամ հնարավորինս ռազմավարական հավասար գործընկերության փոխարեն, որտեղ 74-26 հարաբերակցությունը, սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանին լավագույն դեպքում սեղանի շուրջ թողելու են ներկա լինի եւ տեղյակ են պահելու կայացված որոշումների մասին։
Ես այստեղ ուզում եմ ընդհատել բացատրելու համար, որովհետև դուք պարզապես ասեք 74-26, ինչ 74-26-ի մասին է խոսքը։ 74% միացյալ ասեք, որպեսի Այո, ես ուղղակի հերոստատիտողը որը չի հասցրել, հա, չէ, կարող են 74% ամերիկյան մասնակցություն է լինելու, 26% հայկական։ Սա այդ տրիպի զարգացման ընկերության մասին է խոսքը, որը ձևավորվելու է, սա արտաքին գերակայության կոնցեսիոն մոդելի դասական օրինակ է, որտեղ ռազմավարական հավասար գործընկերության մասին բալանսավորված ուղղակի խոսք լինել չի կարող։ Այդ ակնհայտորեն ռազմավարական որոշումների կայացման գործընթացում Հայաստանի դերը երկրորդական է դարձված։ Ինչ ուզում է հիմա Նիկոլ Փաշինյանը ասի, Արարատ Միրզոյանը ինչքան ուզում է դա պայմանավորի ներդրումների համաչափությամբ, թե Միացյալ Նահանգները այսքան գումար է դնում եւ այլն, բայց չէ որ քո սուվերեն տարածքի մասին է խոսքը։ Այսինքն դու այդ առումով ամենամեծ ռեսուրսն ես դնում կամ ամենամեծ բաժնեմասն ես դնում այս դեպքում։ Եվ ակնհայտորեն սա սովորական ներդրումային ծրագիր չի, ինչքան էլ իշխանությունը փորձի դա այդպես ներկայացնել։ Սա աշխարհակաղակական պրոյեկտ է, երևի բացի Նիկոլ Փաշինյանից ու Արարատ Միրզոյանից, մնացած բոլոր դերակատարները այս գործընթացով շահագրգիռ, սրան վերաբերում են որպես աշխարհակաղակական պրոյեկտի։ Առաջին հերթին։ Մյուսը այնտեղ կետ կա, այդ ծավալուն հայտարարության տեքստում, որը կարծում եմ շատ վտանգավոր կետ է էլի, երբ որ խոսվում է տարանցման մասին, այդ Սյունիքի ճանապարհով կամ թրիփով տարանցման մասին, Ադրբեջանի քաղաքացիների, ադրբեջանական մեքենաների եւ բեռների համար ֆիքսվում է տարբերակված ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության մասին։ Ինչ է տարբերակված ընթացակարգը։ Սա արդեն կարող է շատ վտանգավոր բան լինի։ Հատուկ մոտեցում է։ Իհարկե, սա նշանակում է առնվազն ճանապարհից բարձր կարգավիճակային ունենալու, եթե նույնիսկ դասական միջանցք չի, ճանապարհից բարձր, միջանցքից ցածր, այսպեսի մի կարգավորում է լինելու սա։ Այդ տերմինի հեղինակային իրավունքը իդեպ Բժիշկ Լիպարիցյանն է պատկանում։ Ճանապարհից բարձր, միջանցքից ցածր, սա նշանակում է, որ իրավազորությունը եւ ինքնիշխանությունը գոնե մասնակիորեն սահմանափակվում են քո այդ ճանապարհի վրա եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ հենց այս հանգամանքն է ֆիքսված, երբ որ նա նշել էր, որ Հայաստանը ուրախ են, որ կատարում է իրենց պարտավորությունը, իր պարտավորությունները։ Պարտավորություն բառը բանալի բառ է։ Դա որտեղ միջև այդ Բաքվում պնդում էին, որ տարբեր պատրվակներով Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունը։ Օրինակ, ասում էին, մենք մեր ճանապարհի հատվածը կառուցել ենք, հասել ենք Հայաստանի սահմանին, Թուրքիան իր հերթին է կառուցում, գիտեք, խոսքը Կարս-Նախիջևան են երկաթգծի մասին է, որ 224 կիլոմետր կարծեմ երկարություն ունի եւ կառուցվում է։ Իսկ ամենաանհասկանալին եւ ավելի շուտ խիստ հասկանալին եւ վտանգավոր է front office, back office մոդելն է գործառնական, որ էլի Ռուբիոյի եւ Միրզոյանի համատեղ հայտարարության կարևոր բաղադրիչներից մեկն է, դա ըստ պետական վերահսկողական ֆունկցիայի արտապատվիրակում ալնելու մասնավոր օպերատորի, էլիստեղ մեր հասարակությունը կարող է շատ լեգիտիմ մտահոգություններ ունենալ, մասնավորապես ովքեր են լինելու այդ մասնավոր օպերատորները, ինչի է պարագայում պիտի գործ ունենանք մասնավոր օպերատորների հետ։ Մանավանդ եկեք ենթատեքստել հայ հիշենք, Հայաստանի իշխանությունը օրինակ նոյեմբերի 9-րդ կետից հրաժարումը պայմանավորում էր կամ մոտիվացնում էր ինքնիշխանության պահպանության կարգախոսներով, բայց հիմա մենք տեսնում ենք այստեղ բազմաթիվ բաղադրիչներ, որոնք կներեք, բայց իրավազորության սահմանափակման առնվազն նշաններ են, որտեղ իմ ասած մոդելը գործառնական front office, back office, դա դասական ինքնիշխանության հատկանիշին հակառակվող մոդել է։ Դա ոչ միայն Հայաստանի պարագայում առհասարակ։ Եվ այս հարցեր են, որոնց երեք նույնիսկ Արարատ Միրզոյանը սպառիչ պատասխաններ չտվեց, բավարարվելով հռչակագրային մոտեցումներով։ Կամ տպավորությունն է, որ Հայաստանի տարածքը այս պարագայում ծառայելու է ոչ թե որպես տնտեսական սուբյեկտ, այլ
տրանզիտ աշխարհաքաղաքական կոնկրետ պրոյեկտ իրականացնելու համար, որտեղ թրիփը ինքնին հասկանալի է, այդ մասին շատ ակնհայտ Էրդողանն է խոսել, այդ մասին խոսել է այս վարչակազմից Ռուբիոն, բայց ավելի հստակ Ջեյմս Օ'Բրայանն էր խոսում այդ մասին, նախկին փոխպետ քարտուղարը, որ սա միջանցքի կարևոր բաղադրիչ է լինելու, որն ուղղված է լինելու կենտրոնական Ասիան, կենտրոնական Ասիայի հարուստ երկրների ռեսուրսներով Եվրոպային կապելու համար, եւ դա շրջանցվի Ռուսաստանի, Չինաստանի ճանապարհները, եւ բացահայտորեն ասում էր, որ այս նախագծի նպատակը, որտեղ այս հարցում Թրամփը ժառանգել այն քաղաքականությունը, որ դեմոկրատները իրականացնում են, այս հարցում նորարարություն առանձնապես չունի ինքը, շատ պարզ ասում էին, որ սա այս նախագիծ ուղղված է ռեգիոնում Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ազդեցության սահմանափակմանը։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել նաեւ սա էլ արդեն ռուսական ռոպագանդա կամ Հայաստանի դիմադիր գործիչ չի, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էվանսի հայտարարությունը, որ արեց մոտավորապես մի 20 օր առաջ, դա թողել էր այդ մեկնաբանությունը Թոմաս Դվալի հոդվածի տակ, որ Հայաստանը օգոստոսի 8-ին բուլդոզերի տակ է գցվել Վաշինգտոնում, նա ասում էր, որ Հայաստանի որևէ կենսական շահ պահպանված չի եղել, եւ ընդհակառակը տեսանելի են ամերիկյան կոնկրետ շահեր, տեսանելի է ինչ է շահում Ադրբեջանը, Հայաստանը գուցե շահում է ինչ-որ գումարներ, որոնք ես տնտեսագետ չեմ, չափելի չի իմ համար, օրինակ մեր բյուջեն այս տրիպի արդյունքում ինչպիսի ընդլայնման ինչպիսի պոտենցիալ կունենա, բայց ակնհայտորեն Հայաստանը դառնում է այս տրիպի այս ստատուս քվոյով դառնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի երեկվա ակնարկները սրա լավագույն վկայությունն է։ Այսինքն, արդյոք թրիփը այս տեսքով բերելու է բալանսավորված խաղաղություն։ Այն ինչի մասին պնդում են անում Արադ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Իմ կարծիքով ոչ։ Եկեք այդ կետից ես նոր հարց տամ, դա որպեսզի ավելի շատ բացենք, քաղաքական ինչ շահեր, նու շահ չասեմ, դրական ինչ արդյունքներ կարող է ստանալ Հայաստանը։ Տնտեսական ասում եք դուք տնտեսագետ չեք, տնտեսագետներն էլ երբ որ հաշվարկում են, դե տենց մեծ թվերի մասին չի խոսքը։ Բայց մենք հիմա չենք մտնում, քանի որ տնտեսագետ չեք եւ տնտեսական հարցերը չենք քննարկում եւ բազմիցս տարբեր վերլուծաբաններ, ինչպես նաեւ նոր դուք ասացիք, սա ավելի շատ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, քան տնտեսական։ Սա քաղաքական պրոյեկտ է։ Եվ այսպես շահերի բախման կիզակետ է Հայաստանը։ Իսկույն դա լավ է։ Քաղաքական ինչ դիվիդենդ է ստանում։ Այսինքն ինչով է լավ։ Հարցնում եմ։ Տեսեք, ես համոզված ռեգիոնալիստ եմ։ Իմ արտաքին քաղաքական պատկերացումների մեջ համոզված ռեգիոնալիստ եմ եւ կարծում եմ, որ մեր ռեգիոնը հայտնի շահերի խաշմերուկում է գտնվում, ռուսական, իրանական եւ թուրքական։ Արժեքն է բարձրացնում Հայաստանի գուցե։ Ինչով։ Ես տարբերակները բերում եմ, որպեսզի դուք արժեքը չի բարձրացնում, միանշանակ չի բարձրացնում, ասենք, դե հիմա տեսեք, որովհետեւ քո ռեգիոնալ երկու շատ կարեւոր դերակատարներ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը առնվազն այս նախագծով շահագրգռված չեն, եթե չասեմ կարմիր գիծ են համարում իրենց շահերի համար։ Իրանը բացահայտորեն այդպես է ավելի շուտ համարում, Ռուսաստանը թերևս մի քիչ ավելի զգուշավոր դիրքորոշում ունի, ել ինձ հասկանալի պատճառներ։ Ներողություն, որպեսզի հստակ լինի, ինչն է կարմիր գիծը Իրանի համար։ Իրանը ասում է, որ իր քթի տակ, այսինքն հայ-իրանական սահմանին հայտնվելու են իր համար ճշտամական բլոկի, ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների, այսինքն իր քթի տակ ճշտամական բլոկի ներկայությունը լինելու, ինչը պլազդարմ է լինելու, Հայաստանը դառնալու է պլազդարմ իրենց դեմ։ Իրանը երբևիցե հստակ թրիփի դեմ արտահայտվել է։ Միանշանակ, այո։ Հիշեմ նախ երեկվա դեսպանի ակնարկներով հայտարարությունները, որը երևի այնքան միամիտ չենք, որ կարծենք, որ Իրանի դեսպանատան արչև տեղի ունեցած 1-2 ցույցի
պատճառով էր այդ նստվածքը այդ դիվանագետի մոտ առաջացել, մանավանդ իրենք գիտեն, որ Հայաստանում ցույցերը արգելված չեն եւ որևէ մեկը չի կարող վերահսկել ցույցերը, հետեւաբար նրա այդ շատ կոնկրետ վերապահումները հետևում էր Միրզոյան Ռուբիո հանդիպմանը եւ պատահականություն չէր հիշատակումը, որ մենք միշտ ձեր ծանր օրերին եղել ենք ձեր կողքին, այս հիմա դուք պլաստարմ եք դառնում Իրանի դեմ գործողությունների համար։ Բայց ավելի կոշտ հայտարարություն արել է Վելայեթին մի 20 օր առաջ, որ շատ հստակ աներկբա հայտարարեց, որ անունն է փոխվել, բայց Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությունը պահպանվել է, ինչը իրենց համար անհանդուրժելի է, ի դեպ ինչքան էլ մեր համար ցավալի է, նույն բովանդակությամբ հայտարարություն հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։ Իսկ հակոտնյա շահեր ունեցող Իրանի հետ այս պարագայում Իլհամ Ալիևը, որ ասես մի կենտրոնացեք անվան վրա, թերևս հասկացնելով, որ անվան հարցում նույնիսկ կարող է բոնուս տալ Փաշինյանին նախընտրական տրամաբանության մեջ, շատ չօգտագործել այդ Զանգեզուրի Միջանցք կանոնը, բայց Ալիևն էլ էր ասում, ինչ կոչենք այդ ճանապարհը այնքան էլ էական չի, վերջո դա այն բովանդակությունն ունենալու, որ Բաքվում պատկերացրել է։ Դուք բացական կողմերն եք շարունակում թվարկել Իրանի հետ հարաբերությունները։ Ես դրական թվարկեմ միայն մի պարագայում։ Չէ, բացականները եկեք վերջացնենք, հետո դրականը։ Իսկ որ պարագայում դրականը կան։ Եթե օրինակ Հայաստանի իշխանությանը շատ ռացիոնալ առաջարկ եմ ընդգրկում։ Հայաստանի իշխանության հաջողի Թրիփի աշխարհագրությունը մեծացնել եւ դա տարածել մինչեւ երասխ։ Այդ ժամանակ Հայաստան-Իրան կապը անխափան երաշխավորված կլինի, բացի այդ փոխադարձության սկզբունքը կսկսի գործել, այսինքն մենք Նախիջևանի տարածքով նույն ռեժիմով անցում կապահովել մեր համար, ինչպես ասենք Ադրբեջանը անցում է ունենալու այդ 42 կիլոմետրի։ Այդ դեպքում ես Թրիփը կհամարեմ բավականին բալանսավորված լուծում, ամենակարևորը փոխադարձության սկզբունքը կհամարեմ, որ հարգված է։ Ասենք նոյեմբերին ինչքան էլ դատապարտենք, փոխադարձության որոշակի սկզբունք ուներ, չէ՞։ Դու տալիս էիր այդ Սյունիքով անցնող ճանապարհը, ելի ինքնիշխանության որոշակի սահմանափակումով, որտեղ ռուսական վերահսկողության էր տակ էր, բայց դրա դիմաց ստանում էր Լաչինի Միջանցք, Արցախ հայկական, թեկուզ անկատար սուբյեկտությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա պարզը Արցախը կորցրել ենք, նոյեմբերի 9-ն էլ այլևս ակտուալ թեմա չի, բայց այստեղ ես տեսնում եմ աշխարհաքաղաքական դիվիդենդ Ադրբեջանի Թրիփի այս ստատուս քվոյով։ Եվ չեմ տեսնում ինչա շահում աշխարհաքաղաքական առումով Հայաստանը։ Դրա համար ասում եմ, Հայաստանի իշխանության խնդիրը պիտի լինի, գոնե միջև երասխ Թրիփի աշխարհագրությունը մեծացնելը։ Այ եթե մենք կարողանանք հասնել դրան, Թրիփի մասին կարող ենք առավելությունների մասին էլ շեշտադրումներ անել կամ երկար խոսել։ Այս ձևով ես հասկանում եմ ինչա շահում Միացյալ Նահանգները, ես տեսնում եմ ինչա շահում Ադրբեջանը։ Հակաիրանական հնարավոր կամպանիայի համատեքստում հասկանալի է նույնիսկ Իսրայելը ինչ դիվիդենտներ օրինակ ստանում։ Ես չեմ տեսնում Հայաստանը ինչա շահում բացի տարբեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում հայտնվելը։ Դու քո կապիտալը, իսկ Սյունիքը կապիտալ է, ինքը կարող հապ չէ դառնալ, Խաշմերուկ։ Դու քո կապիտալը համարժեք գնով չես ռեալիզացնում, այսինքն ավելի շատ բավարարում ես այլ խաղացողների շահեր, անհամեմատ համեստ դիվիդենտների։ Այսինքն կարելի էր նույնը անել, ավելի թանկ վաճառելով Խաշմերուկի տրամաբանությունը զարգացնել։ Այդ օրինակները կան, չէ՞։ Ի վերջո ադրբեջանցիք դրա օրինակը ցույց են տվել, իրենց ստրատեգիական ակտիվն էլ նավթն էր, չէ՞։ 90-ականներին ի վերջո իրենք կարողացան կոնսորցիումի այնպիսի բանաձև գտնել, որև ռուսերենը իրենց բավարարված զգացին եւ ամերիկացիները եւ եվրոպական խաղացողները, այսինքն դու պիտի կարողանաս քո ակտիվը ճիշտ տնօրինել, աշխարհաքաղաքական ակնհայտ դիվիդենտներ շահել։ Հայաստանում շատ զուգահեռներ էին անցկացնում, ասում էին կոնցեսիոն կառավարման, եթե երկաթուղիները տվել ենք, ինչով է տարբերվում այս 74-26-ը։ Շատ մեծ տարբերություն։
այն նախագծերը, ինչի մասին դուք խոսում եք, երկաթուղին կարող եք խոսել, ջրի ոլորտը կարող եք խոսել, Զվարթնոց օդանավականը, բոլորը դրանք մաքուր ներդրումային ծրագրեր են։ Օրինակ, ոչ մի տարբերակված ընթացակարգեր երկաթուղու տարբեր հատվածներում չկա։ Երկաթուղու բոլոր հատվածներում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավազորությունը ամբողջ ծավալով արտահայտված են։ Ավելին ասեմ, օրինակ երկաթուղու հավատարմագրային կառավարիչը, ռուսական երկաթուղին չի կարող ինչ-որ տրանզիտային փոխադրում իրականացնել Հայաստանի կառավարության թույլտվության։ Չի կարող նույնիսկ սակագին փոխել առանց Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության։ Նույնը Վիոլա ջրին է վերաբերվում, նույնը Զվարթնոցին է վերաբերվում, նրանք մաքուր ներդրումային ծրագրեր են առանց քաղաքական բաղադրիչի։ Իհարկե այդ ներդրումային ծրագրերի միջոցով Ռուսաստանը որոշակի ենթակառուցվածքային ազդեցություն ձեռք է բերում, այդ չհերքենք, բայց ինքը միևնույնն է, դրանց կառուցվածքը մաքուր ներդրումային ծրագիր է, որոնց վրա ամբողջովին Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը տարածվում է, առանց որևէ տարբերակված ընթացակարգ։ Ստեղ ինչ տարբերություն։ Ստեղ տարբերակված, նոր ես այդ բանը օգտագործեցի, այդ front office եւ back office գործառնական մոդելը, որը ենթարկվում է պետական ֆունկցիաների էական արտապատվիրակում, ընդ որում պետության համար շատ կարևոր ֆունկցիաներում, մաքսային, սահմանային վերահսկողության ֆունկցիաներում, այդ ֆունկցիաների արտապատվիրակում է ենթադրում մասնավոր շուտ օպերատորների։ Տարբերությունը դա է, դա շատ էական տարբերություն։ Դա օրինակ տեսեք, հեծնել։ Հիմա թարմ օրինակ է, դրա համար խոսենք, հեծը։ Դուք տեսաք, չէ, դեպքում պետության արձագանքման ռեսուրսներն ու լուծակները ինչքան զորեղ են, որ կարողացավ Հարություն Աշճանով խաղի կանոնները փոխել, չէ, պետությունը, օրենսդրության ամբողջ ուժը օգտագործելով։ Վստահաբար մենք չենք կարող նույն կերպ պնդում անել, որ օրինակ թրիփի ինչ-որ կարգավորումներ փոխելու ջանքեր եթե Հայաստանը ուզենա գործադրել ինչ-որ X-բան կարող է հաջողել։ Վստահաբար չի կարող հաջողել, ավելին ասեմ, ով էլ գա իշխանության, ես կլինեմ ավելի արմատական ընդդիմադիր կլինի, թրիփը չեղարկելը համարելու է արկածախնդրություն, որտեվ այդ պարագայում կստացվի, որ դու ոչ թե ինչ-որ ներդրումային ծրագիր ես չեղարկում, այլ քո միջազգային պարտավորությունից նահանջ ես կատարում, որը բերելու է հետևանքներ։ Շնորհակալություն, փորձում եմ ամփոփել այս հատվածը մեր հարցազրույցի, դուք ինչ եք նշում եք, դե Հայաստանը կոնկրետ ավելի շուտ այդ Սյունիքի ճանապարհը շահելի բախման կիզակետ է, ասում եք դուք, ոչ թե դարձել է, այլ ինքը, այո, երբ որ բացվում է թրիփը սկսում գործել, դառնում է կիզակետ։ Եվ դուք ասում եք, սա կարելի է ավելի Հայաստանի համար շահավետ վաճառել։ Ճիշտ եմ հասկանում ձեր ձևակերպումը։ Բայց կարևոր լրացում։ Այո, համեցեք, որպեսզի ճիշտ լինի ձեր միտքը։ Եթե այնպես ստացվի, որ գլոբալ օրակարգում ռուս-ամերիկյան համաձայնություններ կայացվեն։ Ռուս-ամերիկյան։ Դրա ինչ-որ հավանականություն կա, չէ՞։ Ու այդտեղ բանալին ուկրաինական կոնֆլիկտն է իհարկե։ Մենք տեսնում ենք հակասական մեսիջներ, իհարկե մի հատ էսկալացիայի նոր ալիքա լինելու անխուսափելի դա արդեն տեսանելի է, բայց այնուամենայնիվ ինչ-որ նշաններ երևում են, որ ռուսական ներգրավում է լինելու, հա, ռուսական գիտենք Հայաստանի համար ամենացանկալի տարբերակը կարող է լինել, ամենացանկալի, որ ռուս-ամերիկյան գլոբալ համաձայնությունների համատեքստը ներառեր նաև այս նախագիծը, եւ դա բալանսավորված լուծումների հնարավորություն կտար եւ աշխարհակահաղական շահերի բախման ռիսկը նվազագույնի կարգ։ Պարզ եկեք խոսենք, որպեսզի հերոստատիտողը մեզ հասկանա, Ռուսաստանի այսպես թե այնպես ներգրավումը թրիփի մեջ։ Դա կնշանակեր, որ Իրանի այդ բանի մտահոգությունների մի մասն էլ կփարատվի։ Այսինքն ավելի պարզ ասեմ, ես TRIP plus BRICS մոդելն եմ առաջարկում, ինչի պարագայում ոչ միայն Հայաստանը խաչմերուկ կարող է դառնալ, այլ աշխարհակահաղական
բախման ռիսկը էապես կնվազի։ Triple BRICS-ը մի քիչ տարբերվում է ռուս-ամերիկյան ուղիղ բանակցություններից Պայմանական է դեպքում BRICS։ շահերից, ճիշտ է։ Հա, պայմանական օգտագործեցի BRICS-ը։ Չէ, ես դրա վրա շատ ուշադրություն դարձեցի, Չէ, մի քիչ տարբերվում է, բայց եթե երկաթուղին էլ Իրանի հետ կառուցվում է, այստեղ BRICS-ի առանցքային երկիր է Իրանը։ Եվ նաև Չինաստանի շահերն են, չէ՞, ձևով։ Բա հենց դրա համար եմ հարցնում, ինչպես կարող էր։ Հարգվում են։ Լավ, եւ այսպես կարելի էր ավելի շահավետ վաճառել, ասում եք դուք, եւ օրինակներ եք բերում, թե ինչպես դեռ ընդ որում այդ դրականը նշելով դուք ասեցիք դեռ հնարավոր է։ Այո, դեռ հնարավոր է ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ հայանպաստ լուծումներ։ Ես կարծում, որ հայ-ամերիկյան երկխոսության ամբողջ հնարավորությունները այս իշխանությունը օգտագործել։ Տեղ կա, որ ամերիկացիների հետ խոսենք, ավելի մեր շահերը, այո, մանավանդ, որ ամերիկացիք, էլի եմ կրկնում, նույն Թրամփի ռետորաբանությունը եւ նրա ազգային անվտանգության ռազմավարությունը եթե դիտարկում ենք, ասենք, ի տարբերություն նախկին վարչակազմի, նա Ռուսաստանի գոյաբանական սպառնալիք չի համարում։ Եվ այսինքն կա հնարավորություններ, որ Հայաստանի որևէ իշխանության, եկեք իշխանության վրա չկենտրոնանանք, այս կլինի 26-ին գուցե փոխվի իշխանությունը, Հայաստանի որևէ իշխանություն կա հնարավորություն, որպեսզի ստիպված չլինի այն կոշտ երկընտրանքի ճիրաններում հայտնվել, հա, Ռուսաստան թե Արևմուտք, Ռուսաստան թե Միացյալ Նահանգներ։ Շոր թույլ հնարավորություններ կան։ Եվ վերջին այս թեմային վերաբերող մի հարց, Ռուբիոն մինչ Միրզոյանի հետ այդ հայտարարություն անելը, նա մի այսպիսի ձևակերպում արեց իր հայտարարության մեջ, նա ասեց Հայաստանը կդառնա տիպային օրինակ, թե ինչպես կարելի է բացվել բարգավաճման համար, պահպանելով ինքնիշխանությունը եւ իրավասությունը։ Գիտեք, ես թվում է, Նիկոլ Փաշինյանը իր մասնավոր քաղաքական օրակարգից ելնելով ցավոք սրտի հենց այդ նվազագույնն էլ ստացել է ոչ թե երկրի համար, այլ իր նախընտրական կամպանիայի։ Իսկ պատահական չէր, որ ասում էի տեքստում 13 անգամ Հայաստանի ինքնիշխանության մասին հիշատակում կա այդ համատեղ հայտարարությունում։ Բոլոր գործընկերները թերևս Նիկոլ Փաշինյանի խնդրանքով այդ Հայաստանի ինքնիշխանության մասին շատ ուժեղ շեշտադրում։ Եվ որ սա կարող է տիպային օրինակ լինել, կոմպլիմենտի նման մի բան։ Ասած ես շատ դժվար եմ պատկերացնում, որ մի հատ հակամարտության կարգավորման մոդել տիպային կարող է դառնալ մյուսի համար, մանավանդ հիմա, երբ որ տարբեր հակամարտություններ մենք տեսնում ենք այնպիսի սպეციფიկ շերտեր են հայտնվում այդ հակամարտությունների ընդերքում ստեղծագործական զարգացումներ են դրանք այո որ տարբեր օրինակ այն ինչ որ քննարկում էին Գազայում հիշում եք չէ այդ խոստանում էր դրախտ համարը Գազայում Թրամփը բայց ստացանք մի հատ պատկեր որ այսօր Թրամփի այդ Գազայի փլատակների տակ ոչ մեկ չի ուզում մտնել կամ խոսվում էր ենթադրենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ սխեմաների մասին, բայց նույնիսկ թրիպի պարագայում եւ նույնիսկ դրան Բաքվի համեմատաբար դրական արձագանքի համատեքստում միևնույն է առայժմ որևէ խոսք չկա պայմանագրի վերջնական ստորագրման մասին։ Եվ չմոռանանք, որ միջազգային հարաբերություններում առաջացել է մի հատ տերմին, որը կոչվում է Թրամփիզմ։ Դա Մարամիցյան մամուլից եկած տերմին ընդ որում դա հարաբերությունների կարգավորման նոր մոդելի մասին է խոսքը, որտեղ շեշտ առաջին հերթին դրվում է PR-ի, բարձրակոչ հայտարարությունների, հակամարտությունների սպეციფიկ առանձնահատկությունների անտեսման վրա, իսկ սրանք ցավոք սրտի ավելի շատ նմանվում են եռացող կաթսայի վրա կափարիչ դնելու հետ, քան խնդիրը լուծելու։ Շնորհակալ եմ, Գովազդ հայտարարենք եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, Գովազդ է եթերում։ Ես տեսնում եմ կան հեռախոսազանգեր, անպայման կընդունեմ ձեր հարցերը ուղղված մեր հյուրին, Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում
նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Սուրեն Սուրենյանցի հետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի։ Երկրորդ հատվածը մեր հարցազրույցի, եկեք նվիրենք նախընտրական Հայաստան, այսպես խորագիրը վարենք։ Առաջին հարցը սում է ձեռնտու ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Ռուսաստան ենք դիտարկում, Միացյալ Նահանգներ ենք դիտարկում առանձին, արդեն ընդհանուր արևմուտք չենք ասում, արևմուտքին Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ կարող ենք դիտարկել, եթե ժամանակ ունենանք Իրանի հարցը քննարկենք, դուք հպանցիկ առաջին հատվածում Իրանի վերաբերմունքի մասին խոսեցիք Հայաստանի նկատմամբ։ Հիմա սկսեմ հարցս Ռուսաստանից։ Սոլովյովի այս վերջին հայտարարությունը ես երեկ եմ հարցազրույցներից մեկում այս օրինակը բերեցի, այս վարկածը բերեցի, առայն բոլորը քննարկում են ինչու Սոլովյովը դա արեց, Սոլովյովը ինքն իրան չէր անի դա համաձայնեցված է եւ այլն, Պուտինի խոսնակն է Սոլովյովը եւ արկածներից մեկը այն էր, որ Սոլովյովը դա արեց, որպեսզի ցույց տա, որ Հայաստանի իշխանությունները հակառուսական տրամադրություններ ունեն, հակառուսական քաղաքականություն են վարում եւ դա նախընտրական Հայաստանի համար կարեւոր է, որ այն սեգմենտը, այն հատվածը ընտրողների, որոնք համարում են, որ Փաշինյանը ռուսամետ է եւ նրանք ավելի եվրոպամետ են, նրանք էլ իրենց ձայնը տան Փաշինյանին եւ Փաշինյանը հանկարծ փոխվի։ Եվ այսպես ես չեմ ուղղորդում, պարզապես սա վարկածներից ամենաերևի թե այսպես, չգիտեմ, եւ ժպիտ է առաջացնում եւ կարելի է սրա մասին քննարկել, որ անկախ նրանից, որ մայրաքաղաքից անցում նման հայտարարություն, այդ հայտարարությունը չի կարող ընդունելի լինել։ Կարևոր չի Մոսկվայից, կան չի Բրյուսելից, Վաշինգտոնից,
որևէ տեղից նման հայտարարություն հնչող անընդունելի է ի բնե։ Բայց ինչու արվեց դա։ Մյուս կողմից ակնհայտ է այդ հայտարարության համատեքստը։ Ակնհայտ է այդ հայտարարության առաջին հերթին աշխարհաքաղաքական համատեքստը, հա, ավելի ընդհանրական ասենք, նոր գանք մեր խնդրին, որ ակնհայտորեն պարզա չէ, որ Սալավյովը խանդավառված էր ազդեցության գոտիներով աշխարհի վերադարձի տեսլականով, այսինքն նա խոսում էր այն ինչ կատարվել է արևմտյան կիսագնդում, փորձում էր այդ ազդեցության գոտիների մոդելավորում անել հետսովետական տարածքում, որտեղ ենթադրյալ Թրամփը Պուտինն է, ենթադրյալ Մադուրոները հետսովետական երկրների Այսինքն այնինչ կարելի է Թրամփին, կարելի է նաև Պուտինին։ Դա նախադեպ է ստեղծվել, երբ որ Սալավյովին ես ինքս քննադատեցի, բայց մյուս կողմից քննադատելու զուգահեռ հասկանանք նաև այս իրողությունները կա նախադեպ եւ արդեն այո, որ գերտերությունը, որ հնարավորություն ունենա կամ պատե համարի, այդ նույն գործողությունները կիրառելու է իր ազդեցության գոտիներում, գնում է ազդեցության գոտիների բյուրեղացման փուլ։ Ընդ որում սա երկբևեռ աշխարհ չի լինելու, բազմաբևեռ է լինելու, որտեղ բացի առաջին լիգայի խաղացողներից, ասենք Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան, նաև Ռուսաստան իր միջուկային արսենալի պատճառով, բայց լինելու են նաև այսպես կոչված ռեգիոնալ գերտերություններ, օրինակ Թուրքիա, Հնդկաստան եւ այլն, որոնք նույնպես իրանց ազդեցության մինի գոտիներ ունենալու են, իրանց հստակ ազդեցություններով, պոլիցեյսկի կարգավիճակով, հա։ Նաև հասկանանք, որ այս հայտարարությունը նաև դրա հետևանքեր ուզում եմ ասել։ Հիմա ակնհայտորեն ռուսական պրոպագանդայով չի կարող տեսնել, որը համաձայնեցված չի, ենթադրում եմ, շոր ինստիտուտների հետ։ Չասենք, հա, որ դա Կրեմլի ուղիղ հրահանգեր կամ դեռ էլ կան Բաշնյաներ տարբեր, հա։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ռուսաստանը գուցե սկզբունքորեն դեմ չի լինի Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխությանը, որովհետև այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ուղղված Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանը եւ դրա բազմաթիվ նշաններ կան, բազմաթիվ։ Ներողություն, ավելի պարզ խոսեք, հա, պարոն Սոնյան։ Ռուսաստան Նիկոլ Փաշինյանը էական քայլեր է արել Ռուսաստանի ստրատեգիական կուրսը, Հայաստանի ստրատեգիական կուրսը կամ արտաքին օրենտացիան, լավ, հասկանալի է։ Նա ասում է քաղաքական վեկտորը, հա։ Հա, վեկտորը փոխելու համար։ Ես ընդհանրապես մի շատ սկզբունքային բան կասեմ, կամ երկու։ Առաջինը, ձեր համար գաղտնիք չի, որ աշխարհակաղակական այն կենտրոնը, որը կարգավորման մոդերատոր է լինելու, ինքն էլ գերակայ է լինելու Հարավային Կովկասում, դա այդպես է։ Այսինքն մեծ ջանքեր նաև Նիկոլ Փաշինյանն է գործադրել, որպեսզի ռուսական միջնորդական հարթակը փոխարինվի արևմտյան հարթակներով։ Իհարկե հետո այդ արևմտյան հարթակներն էլ արդյունավետ չգործեցին, բայց դա ստրատեգիական կուրսի փոփոխության շատ կարևոր նշան էր, ընդ որում թայմինգն է շատ կարևոր, ժամանակագրորեն նայեք, դա երբ է տեղի ունեցել։ Դա երբ տեղի է ունեցել 2022 թվի փետրվարից սկսած, այսինքն այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց եւ Ռուսաստանն իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրեց Արևելյան Եվրոպայի ուղղությամբ, ըստ երևույթին արևմտյան կամ եվրո բյուրոկրատիայի ջանքերով Նիկոլ Փաշինյանը պատե համարեց Հայաստանի ստրատեգիական կուրսի կամ օրենտացիայի փոփոխությունը։ Այդ օրենտացիայի փոփոխությունը բավականին լուրջ ձևակերպում է։ Իհարկե, ես լուրջ եմ պնդում։ Դուք պնդում եք, որ իսկապես օրենտացիայի փոփոխություն կա, ոչ թե հակվածություն, ոչ թե ինչպես ասում, օրենտացիայի փոփոխության մեծ ձգտում, ոչ։ Ահա, ձգտում եք, ահա, ավելացնում եք ձգտում, թե փոփոխություն։ Չէ, փոփոխություն դա մի օրում տեղի չի ունենա, որտեվ կա Նիկոլ Փաշինյանի ցանկություն, բայց սա մի հատ այնքան կարևոր հարց է, որ միայն Նիկոլ Փաշինյանի ցանկություններով եւ քայլերով չի կարող կանխորոշվել։ Այսինքն փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել։ Դուք ասում եք, որ մասամբ տեղի է։ Դրա համար եմ խնդրում ավելի Ռուսաստանի
դերակատարությունը էապես նվազած է թե Հայաստանում, թե ռեգիոնում։ Սա միայն Նիկոլ Փաշինյանի ջանքերի հետևանքը չեն իհարկե, նույնպես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է նաև սա մեկ, երկրորդը Հայաստանը չի մասնակցում կոլեկտիվ անվտանգության նիստերին ըստ էության։ Պուտինը այդտեղ պրոբլեմ չի տեսնում, կարծես թե իր վերջին հայտարարության մեջ նա մեծ պրոբլեմ չի տեսնում, քանի դեռ բանը չի ասել, օրինակ ռազմաբազայի կամ հայ-թուրքական հայ-իրանական սահմաններից ռուսների հեռացման են գլխավոր կարմիր գիծը։ Դուք համարում եք, որ ճիշտ է, որ այնտեղ ռուսական։ Այո, ես համարում եմ, որ նույնիսկ ծակ անկատար անվտանգության համակարգը չի կարելի փոխարինել դրա բացակայությամբ։ Տեսեք, որպես կանոն, երբ որ մենք արդարացիորեն ընդ որում չեմ ասում, ով մտածածին, բողոքում ենք ռուսներից, որ իրենց պարտավորությունները բարեխիղճ չեն կատարում, եւ բազմակողմ, եւ երկկողմ, ու հաճախ մեր մեղադրանքները շատ օբյեկտիվ են, այդ կիսատությունը կամ անկատարությունը ռուսական անվտանգության համակարգի համեմատում ենք իդեալական մի համակարգի հետ, որը գոյություն չունի։ Միշտեղ ռեալ պոլիտիկի հետ մեջ անկատարությունը պետք է համեմատել դրա բացակայության հետ։ Ասենք, եթե մեր բոլոր էական զիջումները 2022-24 թվականներին տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսական ներկայությունը տարածաշրջանում թուլացավ, անվտանգային վակուում առաջացավ, որը չլրացվեց անվտանգային այլ կոմպոնենտով, ինչի հետևանքով մենք միակողմանի զիջումների շքերթ ունեցանք ուղղակի։ Դելիմիտացիայի դեմարկացիայի հարցում, Արցախի կործանում եւ այլն։ Կարող եմ անverջ շարունակել։ Ձեր գնահատմամբ Ռուսաստան, հա, դուք ջուրախում եք, Ռուսաստանը կայուն վստահելի հենարան է Հայաստանի համար։ Ինչ հենարան է կրնել։ Հենարան, կայուն վստահելի։ Չէ, ուղղակի միակ երկիրն է այս պահին, որը շահագրգռություն ունի քո այդ ստրատեգիական դաշինքային հարաբերությունները։ Բայց եթե չեք ասում կայուն վստահելի է, ես ասեցի։ Եթե նա միակն է եւ կայուն չէ, վստահելի չէ, ուրեմն չկա։ Մեծ ընտրություն չունես դու ընդհանրապես ընտրություն, որ մի հատ էլ քննարկես այդ հարցը։ Լավ, այսինքն ներկայությունը Ռուսաստանի հայ-իրանական եւ հայ-թուրքականով զսպող գործոն է համարում։ Հայ-թուրքական սահմանից զսպող գործոն է։ Եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն եւ այդ ներկայության կարիք այլևս չլինի։ Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները տասնամյակներ առաջ բարելավել են, ավելին նրանք նույն ռազմաքաղաքական դաշինքում են, չէ՞։ Դաշնակիցներ են ֆորմալ առումով, խնդիրները վերացել է։ Խնդիրները չեն վերացվի, այսինքն Ռուսաստանը կշարունակի մնալ։ Ես կարծում եմ մեր տիպի նվազ սուբյեկտություն ունեցող երկիրը դա ընտրության հարց չի, նույնիսկ կարողության հարց է, չի կարող գոյատևել առանց անվտանգային ինքը իրեն պաշտպանել։ Ինքը իրեն պաշտպանել։ Եվ հետո, երբ որ ռուսներին մեղադրում ենք, շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Միակողմանի մեղադրանքը մեզ երբեք լավ տեղ չի տանելու։ Տեսեք, իմ խորին համոզմամբ 2013-14 թվականներից սկսած, ընդ որում ոչ միայն հեղափոխությունից հետո, Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի էլիտային հասկացրել է, որ այլևս չի երաշխավորելու այն ստատուս քվոն, որ ստեղծվել էր առաջի պատերազմից հետո։ Այդտենց է առաջացել Լավրովի պլանը, այդ 5 գումարած 2, եւ իրանք անդադ Հայաստանին հակել են զիջումների, որտեվ ասել են այն հին ստատուս քվոն կամ գործող ստատուս քվոն, այդ պահի այլևս երաշխավորել չեն կարող։ Հիմա այստեղ հարց կա, եթե քո դաշնակիցը քեզ նշում է այն սահմանը, որը կարող է երաշխավորել, կամ սահմանից անդին այլևս չի կարող երաշխավորել, ինչքանով են ողջամիտ եւ adekvat եղել քո էլիտաները, որը շատ կարևոր իրողությունը անտեսել են, եւ ասենք գնացել են կարգավորումը ձգելու ճանապարհով կամ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության ճանապարհով, որ ընդհանրապես վիժեցրել է բանակցային գործընթացը։ Արդյոք դա դաշնակցային ճիշտ վարկագիծ է եղել Հայաստանի կողմից։ Ես ուզում եմ ասեմ, որ Մոսկվայի շատ կոնկրետ անբարեխիղճության փաստեր նշելուց բացի, մենք պիտի նաև մեր էլիտաների մեղմ ասած անպատասխանատու
Նիկոլ Փաշինյանի պարագայում արկածախնդիր վարկագծի մասին էլ խոսենք։ Ես շնորհակալ եմ, նենց տպավորություն եմ, ոնց որ Կոպիրկինի հետ եմ զրուցում, ճիշտ ասած ինձ մոտ մի պահ այդպես էր, որ ես Ռուսաստանի շահերը դուք ավելի շատ եք կարողանում պատկերացնել, քան ես կարծում էի, ճիշտ ասած։ Դուք շատ սխալ մեկնեցիք իմ ասածը, այդ դեպքում հրավիրեք ամերիկան ամենահայտնի ակադեմիական վերլուծաբաններից մեկին Միրշայմերին։ Կարող է ձեր մոտ էլի պնդեք, որ ձեզ թվում է, որ Կոպիրկինն է խոսում։ Չէ, Ռուսաստանի շահերի լավ ընկալում եւ Էլի ներկայացումը պնդում եմ, Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից երբեք չի եղել։ Սոլովյովի հայտարարությունը, որ դուք համեմատում եք, ասում եք ինչ Թրամփը արել։ Չէ, ոչ, ես Սոլովյովի Ռուսաստանը կարող է անել։ Ես Սոլովյովի հայտարարությունը առաջի հետ սկզբից ասացի, որ խստիվ դատապարտում եմ։ Ավելին դա համարում եմ իմ արժանապատվությունը խոցող հայտարարություն։ Սոլովյով չլինի, ով ուզում է լինի։ Որևէ մայրաքաղաքից եկող սպառնալիք իմ համար խորթ է։ Դա կլինի Երևանը, Բրյուսելը, դա կլինի Բաքուն, դա կլինի Մոսկվան, դա կլինի Վաշինգտոնը։ Ինձ այլ բան է զարմացնում, որ Սոլովյովի դեմ ինքնիշխանության բարիկադների վրա շատ ակտիվ պայքար են տանում մարդիկ, ովքեր Ալիևի եւ Էրդողանի թուքը համարում են անձրև։ Այդ ոնց է Սոլովյովինը նկատում եք, բայց երբ որ Ալիևն ու Էրդողանը, հատկապես Ալիևը Էրդողանին հանգիստ թողենք, քո ինքնությունը թարապես կասկածի տակ է դնում ու պետականությունը դա չնկատելու եք տալի։ Սա մեկ, երկրորդը Ռուսաստանի դաշնակիցն եք այն մարդիկ, որոնք Սոլովյովին ես ձեզ հետ չեմ ուզում վիճեմ։ Եվ այն մարդիկ, որոնք Սոլովյանին դատապետում են, պետք է դատապետեն նաև Միացյալ Նահանգների գործողությունները Վենեսուելայում։ Բա տենց է դիվանագիտությունը։ Հետ ոնց է մի նախադեպը ծափահարում ես, դա համարում ես ամերիկյան հզորության ցուցիչ։ Մյուս դրա հնարավոր կրկնության դեպքում դատապարտում ես, դա համարում ես կայսերական։ Պարոն Սուրենյանց, ես չեմ ուզում վիճել, որտեղ մեր ֆորմատը չի թույլ տալիս, քիչ է ժամանակը մնացել, պարզապես մի հատ հարց։ Երբ որ Սոլովյովին համեմատում եք, ասենք Ալիևի հետ մենք դաշնակ պայմանագիր չունենք, մենք ընկերներ չենք, Մոսկվայում։ Այսինքն եթե չունենք, թույլ տանք մեր անկախությունը տրվի։ Չէ, թույլ տանք Սոլովյովը ասի։ Բայց նրանք կառուցողական եւ կիրթ գործընկեր են համարում։ Ես պարզապես ուզում եմ ասեմ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրար հետ Կոպերկինի հետ համեմատեցիք։ Չէ, դուք Ռուսաստանը համեմատում եք Ադրբեջանի հետ Հայաստանի համար։ Չկա, որտեվ ամեն դեպքում Կոպերկինը դիվանագետ է եւ դիվանագիտական։ Ես չեմ ասում բացի։ Ձեզ օրդորում եմ Վահագն Ալեքսանյանի թեզերը մի կրկնեք, ձեր մոտ հաստատ չի ստացվի։ Եղավ, ես չեմ էլ ձգտում։ Եվ այսպես չէ, պարզապես իմ հարցն էր Ռուսաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի համար արդյոք նույն երկրներն են, պետություններն են, թե ոչ։ Դաշնակցության երկրը գոնե ֆորմալ առումով։ Գոնե ֆորմալ առումով, այդ էր իմ տարբերությունը։ Ու Ռուսաստանի պարագայում այո, մենք շատ ավելի ցավոտ ենք ընկալում, որովհետև դաշնակից դուք ինքներդ պատասխանեցիք այդ հարցին, բայց ամենակարևոր հարցը, որը ես ուզում եմ բարձրացնել, ես արդեն պատասխանում եմ այդ հարցին։ Իմ հարցը ում է ձեռնտու Փաշինյանի վերարտադրությունը կամ Հայաստանում որպես իշխանապողություն լինի։ Առաջին հերթին Փաշինյանի վերարտադրությունը ձեռնտու է Արևմուտքի Բրյուսելի, այսպես ասենք, որտեղ ձեր հետ համաձայն եմ, Արևմուտքը չի կարելի մեկ միասնական դիտել այլևս։ Բրյուսելի այդ գլոբալիստական էլիտաներին թուրք-ադրբեջանական տանդեմին իրենց ձեռնտու է, որովհետև լրիվ այդ տրամաբանության մեջ քաղաքականությունը վարում Նիկոլ Փաշինյանը։ Միացյալ Նահանգները կարծում եմ անտարբեր են, որովհետև ընդհանրապես իրենք որպես գերտերություն ցանկացած իշխանության, ինչպես տեսանք, կարողանում են ցանկացած իշխանության հետ հարաբերվել, լծակներ ունեն ազդելուց որևէ իշխանության վրա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, դե բնականաբար բոլոր դեպքերում սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում եւ այն ուղղություններով եւս Ռուսաստանը գուցե դեմ չի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց ես չեմ կարծում, որ ինքը ջանք է գործադրելու այդ ուղղությամբ։ Դա առաջնահերթություն չի անպայման զգետնված տեսնել Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Դեմ չեն լինի, եթե այստեղ ընդդիմությունը կարողանա հաջողել
Իսկ ընդդիմադիր զգալի մասը, ընդդիմադիր սեգմենտների զգալի մասը կասկածի տակ չի դնում։ Այսինքն յուրային են համարում որոշ չափով Փաշինյանին։ Այսպես ասեմ, յուրային չեն համարում, բայց թշնամի էլ չեն համարում։ Եվ հաստատ մեր ընդդիմության փոխա, մեր մոտ ընդդիմադիր մի հատ սեգմենտ կա, ընդունում եմ, ձեր հարցը լեգիտիմ է, որ զանգով ընդդիմություն եմ ես իրանց ասում, հույս ունեն, որ Ռուսաստանը մեր փոխարեն պիտի լուծի մեր ներսի հարցերը։ Ես ասում եմ, այդ պատրանքը չի աշխատելու։ Ռուսաստանը մեր փոխարեն ոչ մի հարց չի լուծելու։ Ռուսաստանը փորձելու է իր ծառակշիռ ներկայությունը Հայաստանում իհարկե պահպանել։ Ռուսաստանը իր հարցերն Այսինքն այսպես ասենք, իրենք դեմ չեն լինի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց այդ ուղղությամբ մեծ ջանքեր չեն գործադրի։ Ես շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար, ինչ մնաց, Միացյալ Նահանգներ մնացին։ Միացյալ Նահանգները ինձ թվում է անտարբեր են, ինչ իշխանություն կլինի Հայաստանում։ Իրենք չմոռանանք, որ ինձ դոկտրինի համաձայն նույնիսկ շատ մեծ հետաքրքրություններ մեր տարածաշրջանում չունեն, տրիպի իմպլեմենտացիայի հավանականությունը նույնիսկ առայժմ ես շատ մեծ չեմ համարում, եթե գլոբալ համաձայնություններ չլինեն։ Հետևաբար, եթե Թրամփը մեր երկրի ղեկավարին անգամ անուն ազգանով կամ դեմքով դժվարանում է ճանաչել, եկեք չմտածենք, որ Սպիտակ տանը նստած նրանց դարդու ցավը լինելու է Հայաստանում ով կգա իշխանության։ Ով էլ գա Հայաստանում իշխանության, ով էլ գա, հարկադրված ու ստիպված է լինելու շատ գործնական սերտ հարաբերություններ ունենալ թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների, թե ուրեմն Եվրամիության, թե հարևան երկրների։ Փաշինյանի բալանսավորված քաղաքականություն։ Դե Փաշինյանը ես ասացի, բալանսավորված քաղաքականություն չի վարում։ Այնտեղ կա։ Բայց դուք ասում եք պետք է վարի ով էլ գա։ Ով էլ գա, հա, դուք կարծում եք անկախ իմ վերապահումներից, որ տրիպի վերաբերյալ հայտնում եմ։ Դուք կարծում եք ես այնքան արկածախնդիր եմ, որ եթե հանկարծ վաղը գամ իշխանության պիտի տրիպը չեղարկեմ, բնականաբար ոչ։ Պիտի փորձեմ ամերիկյան կողմի հետ աշխատելով հնարավորինս այդ տրիպի դրական կողմերը Հայաստանի համար դրական պոտենցիալը մեծացնեմ։ Եվ ես հատուկ ուզում եմ մի բան ասել, որ իմ տիպի գործիչների համար բացի հայտնի երկու պետություններից մեր հարևան նրանց հետ էլ անշուշտ պետքա փորձել հարաբերությունները կարգավորել, բայց բացի այդ երկու երկրներից ես աշխարհի որևէ մայրաքաղաքում Հայաստանի թշնամի չեմ տեսնում, ընդհակառակը հակված են բարեկամների տեսնել թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում, թե այլ մայրաքաղաքներում, եթե ինչ-որ խնդիրներ էլ մենք ունենք այլ պետությունների հետ մեր հարաբերություններում, օրինակ անկատար են հայ-ռուսական հարաբերությունները, օրինակ ռեալիզված չեն հայ-ամերիկյան հարաբերությունները, մեղքը պիտի մեր մեջ փնտրենք, ոչ թե այդ կենտրոններում։ Ես շատ շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ պարոն Սուրեն Սուրենյանցի հետ էինք զրուցում։ Պարոն Սուրենյանցի հետ մենք շատ վաղեմի բարեկամներ ենք։ Մեր այսօրվա այս հարցազրույցի ընթացքում թեժ տակ զրույցը։ Դա ֆորմատը շատ լավ է այդ։ Ես որի համար շնորհակալ եմ, գիտեմ, որ դուք ճիշտ եք ընկալում եւ ձեզ շնորհակալություն եմ հայտնում։ Եվ այսպես զրույցը վարում էի ես, Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։